Ողջույն, սկսում ենք 2026 թվականի մեր անդրանիկ հաղորդումը եւ այսօր իմ հյուրն է Երևանի ավագանի Մեսրոպ Մանուկյանը, նա Երևանի ավագանում Մայր Հավայստան խմբակցության անդամ է։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ այս պատվի համար, որ առաջի հյուրն եմ այս տարում ձեր տաղավարում, նաև շնորհակալ եմ առաջի անգամ ձեր տաղավարում եմ։ Ես եմ շնորհակալ ինձ հյուրընկալվելու համար։ Պարոն Մանուկյան, բացի այն, որ դուք Երևանի ավականու անդամ եք, Երևանի ավականի, դուք ոչ միայն զբաղվում եք քաղաքի հարցերով, մայրաքաղաքի հարցերով, այլ ձեզ շատ հաճախ տեսնում եմ եկեղեցու, մեր տարբեր եկեղեցիների բակում, մեր եկեղեցուն սատար կանգնելու, հայ առաքելական սուրբ եկեղեցուն սատար կանգնելու, վեհափառ հայրապետի կողքը լինելու գործում։ Ինչպես եք գնահատում տարին դեռ չսկսած, այսպես ասեմ, տոնական այդ թողբոհի մեջ այդ հրապարակված փաստաթուղթը, փաստորեն հրապարակեցին, որ բարենորոգում են մեր եկեղեցին, դա ինչ գնահատականի է արժանի օրինակ այդ փաստաթուղթը։ Տեսեք, ես ձեր խոսքի սկզբից գամ, մեր ժողովրդի, մեր ազգի ամենակարևոր արժեքը դա այն է, որ մենք առաջի ազգ ենք, ով քրիստոնեություն է ընդունել, եւ մեր ժողովուրդը, որ մնացել է հայ, իր դիմագիծը չի փոխել, դա եղել է մեր եկեղեցու շնորհիվ։ Այսօր այդ կես պայքարը, որ իրենք սկսել են, որի իմ գնահատմամբ դա ադրբեջանական պատվեր է, եւ ինչն է, այսպես ասած, ձեռ առնելու առարկա, որ եկեղեցու ներսում գտնվող ամենավարքաբեկված կերպարները փորձում են բարենորոգել եւ հրապարակված փաստաթղթով առաջինը դա սահմանադրության կոպիտ խախտում է, որովհետեւ վարչապետը իրավունք չունի ըստ մեր սահմանադրության խառնվելու եկեղեցու գործին եւ 10 տիրադավերը, որոնցից Վազգեն Միրզախանյանը օրինակ հայտնի է, որ եւ երեխա ունի Օհան անունով եւ հայտնի է, որ ինքը շատ այլ ֆինանսական մութ պատմությունների մեջ է ներգրաված եղել, Կճոյանի մասին չասեմ, բոլորին շատ հայտնի է։ Վայոց Կճոյանի մասին հիմնականում հայտնի է Հայկական ժամանակ օրաթերթ։ Եվ Նիկոլ Փաշինյանից։ Եվ հիմնական բացահայտումները շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին, որ ինքն է բացահայտել թե ով է Կճոյանը, եւ թե իր սեռական կյանքը, թե ֆինանսական մախինացիաների մեջ, թե իր կերպարը, որ կա։ Հաջորդը Վայոց Ձորի Աբրահամը, որ կա, չեմ ուզում սրբազան նրան անվանել, ինչն էր հետաքրքիր, որ իրեն հիշում եմ, մեր ընտանիքը բոլորը շատ լավ գիտի, որ իմ հայրը հեկ է կառուցել եւ մեր ընտանիքը միակ ընտանիքն է, ով Կիոտոյի համաձայնագրով մաքուր մթնոլորտի համար Ճապոնիայի կառավարությունից գրանտ ենք ստացել։ Գալիս էին մարդիկ բարեխոսելու, որ չգիտեք, Վայոց Ձորի սրբազանի հեքն է, չեք կարող այդ հարցով մեզ օգնել։ Հայրս ասում զարմացած մնում էր, ասում էր, այդ սրբազան կոչվելու իրավունք ունի։ Գալիս պատմել հայրեսին, զարմացած էինք մնում։ Հերթով ուզում եմ անդրադառնալ, էլի։ Անուշավան սրբազանը եւ մյուս, այսպես ասած, սրբազանը, որ կա, իմ համար ամենացավը, որ այս Անուշավանի եւ Վազգեն Միրզախյանի հետ ունեցել եմ անձնապես հարաբերություններ։ Այսօր Անուշավան սրբազանի մասին ամենավատ սեռական շեղումները հրապարակում են եւ նրա արտաքին տեսքն է նաեւ դա հուշում, էլ շուրթերն է լսրած, դեմքն է ինչ որ բոտեքս արած, տարօրինակ ինչ որ տենց պահված շատ տարօրինակ էլի։ Կամ մյուս եկեք հասկանանք, Արցախի թեմի առաջնորդը ամենամեծ տիրադավն է, հասկանում եք, ամենամեծ դավաճանն է իմ կարծիքով։ Այս մարդկանց դեմքով կամ մյուս եկեք Գևորգ Սրբազանը, հասկանում եք ով է ինքը, էլի եկեք հասկանանք, էլի։ Ասեմ ով է։ Կուզենամ նաև ձեր կարծիքը լսել։ Նրա միակ ձեռքբերումը կյանքում, նրա միակ առավելությունն այն է, որ Մկրտիչ Սրբազյանի մոտ ընկերն է եղել։ Ես այլ ասենք բան չգիտեմ։ Եվ տեսեք, այս ճիշտ է, այսօր եկեղեցին մաքրվեց այդ կերպարներից եւ իրոք կարիք կար, որ այսինքն այդ ծրագիրը կատարված է արդեն։ Ծրագիրը իմ գնահատմամբ կատարվել է մեր համար, որովհետեւ մենք իրոք տեսանք եկեղեցուն արատավորը բացասական կերպարներն ովքեր են եւ ես ճիշտ է իրավունք չունեմ գնահատելու վեհափառի կամ մեր եկեղեցու գնահատականները, բայց ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հոգուս խորքում ուրախ կլինեմ, եթե այդ բոլոր տիրադավերին եւ եկեղեցու
պատիվը ոտնահարող կերպարներին մեկ օր շուտ հեռացրի եկեղեցուց, մեկ օր շուտ։ Իսկ ինչ կապված է կառավարության հետ եւ իրենց գործողությունների հետ, ակնհայտ է, որ հանրային աջակցությունը զրոյական մակարդակի է, այսինքն ամբողջ վարչական ռեսուրսը այսօր ԱԱԾ-ն փոխանակ լուրջ գործով զբաղվի, մեր ազգային այն անվտանգությանն առնչվող մարտահրավերներին անդրադառնա, հասկանա նույն օրինակի համար Ադրբեջանը, որ այդ վատ որակի դիզել վառելիքը կամ բենզինը վաճառում է մեր երկրի վրա, ինչա դրա տակ թաքնված, կամ ուրիշ խնդիրների տակ ինչա թաքնված, իր միակ գործառույթը, որպեսզի գնա մարդկանց դեմ կոմպրոմատներ հավաքի, հետապնդեն մարդուն, դարձել է գործիք, ուղիղ գործիք ընդդիմադիրների կամ Նիկոլ Փաշինյանի քմաճույքների համար։ Եվ այսօր տեսնելով, որ աջակցությունը չունի ինքը, ամեն օր ինչ-որ մի հատ նոր բան է այսպես ասած մոգոնում Նիկոլ Փաշինյանը։ Ու սա անում է մեր ազգի, մեր պետության դեմ, դա իմ գնահատականն է։ Հիմա դուք ձեր խոսքում ասացիք, որ ճիշտ է վեհապարս հայրապետին չեք կարող, ասենք, հուշել կամ ինչ անել, բայց նայեք, օր առաջ պիտի իրանք եկեղեցուց դուրս վռնդվեն, չէ՞։ Իմ խնդրանքն է դա վեհապար հայրապետին, դուք խնդրում եք, դատարանը վերականգնում է։ Գիտեք ինչն է ապսոս, որ դատարանը չի նշանակում այդ մարդկանց, հասկանում եք։ Աբսուրդի ժանրից է։ Լավ նույն է Գևորգ Սրբազան Կոչեցյալը որ կա, ինքը իրան եկեք հասկանանք, էլի, տղա ջան, քեզ նշանակել է վեհապարը։ Դու ոչ մի ձևով մեր օրենքները չի վերաբերում եկեղեցուն։ Աշխատանքային օրենսգրքով չի նշանակել վեհապար։ Էդ է, աշխատանքային օրենսգրքով երևի թե էլի։ Ու այս մարդը իրեն համարում է, որ ինքը հոգևորական է։ Ինքը դավաճանել է Աստծուն, հասկանում եք։ Իրեն ոչ մեկ էլ չի ընդունում։ Ու գիտեք, շարունակությունն ինչ է լինելու, հաջորդիվ արդեն իրանք փորձելու են ասենց աղանդավորների եկեղեցի ստեղծել։ Հաջորդիվ իրանք նորմալ մարդը չի գնան դեղ, որ իրանք կնքեն, որովհետև Մայրաթորի կողմից նույն կնոնքի վկայականը առավել քան վստահ եմ, որ չի ստանալու։ Կամ նույն Միրոն օրհներքին հաջորդիվ այս մարդիկ չեն ունենալու մերոնը, որը որ օրհնվել է, որպեսզի իրենք կատարեն այդ ամբողջ ծեսը, հասկանում եք, հաջորդիվ։ Ինչ է լինելու։ Քանդում են, հասկանում եք, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ի միակ գերխնդիրը որ կա, ամեն գնով վարկաբեկել, ոչնչացնել եկեղեցին։ Հիմա նոր աղմուկ է բարձրացել, թե ինչի պետք է եպիսկոպոսատ ժողովը արտերկրում հրավիրվի։ Իմ գնահատմամբ շատ ճիշտ որոշում է։ Փետրվարի 16-ից 19-ը Ավստրիայում։ Իմ գնահատով նորից եմ ասում, էլի, ես ինձ համարում եմ շատ փոքր մարդ, որպեսզի գնահատական տամ եկեղեցու խոսքերի, քայլերին, գործողություններին, բայց այս պարագայում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գնահատում եմ, որ շատ ճիշտ է, ինչի համար, որովհետև ստեղ լինելու պարագայում առնվազն եպիսկոպոսների մի մասին կձերբակալեին, մի մասին կկալանավորեին, ինչ որ նոր շոուներ կանեին, այդ օրը որ պիտի լիներ դիմակավորված անձիկ կմտնեին ամբողջությամբ, մի հատ կսարքեին շոու, հասկանում եք, հերթական անգամ եկեղեցու դեմ նոր արշավ կլներ։ Հետո սա առաջի դեպքը չի, եկեք արձանագրենք, որ եպիսկոպոսատ ժողովը լինում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Այսինքն այս պարագայում դա նորույթ չէր ու շատ նորմալ է, որ դե այն ժամանակ սովետական միություն էր, Վազգեն առաջինը երբ հրավիրեց, հիմա դեմոկրատական երկիր է, դեռ դեմոկրատիայի բաստիոն։ Այո, թվացյալ բաստիոն։ Այսօր մեր երկրի նման դիկտատուրա, մեր երկրի նման, չգիտեմ, ինչ բառերով բնութագրեմ, ու գործող իշխանությունը չկա, ուղղակի բացակայում է ամեն ոլորտում։ Այսինքն տեսեք, կոռուպցիան վխտում է։ Այդ կոռուպցիան պոզով փոչով կենթանին մտել է կառավարությունով, ամբողջ sense մետաստազը տվել է չարորակ ռուսկի պես, ամբողջությամբ, էլի 8 միլիարդ դոլար պարտք են վեսցե։ Լավ էր, որ նախկինում թալանում էին։ Ինչ։ Լավ էր, որ նախկինում թալանում էին։ Ամենացավը գիտեք որն է, որ մի հատ թալանչուց այդ գումար հետ չբերեցին։ Ես օրինակ կանգնում եւ ասում եմ, այն մարդը, որը որ թալանել է, այո, պիտի բերի այդ փողը հետ վերադարձնի մեր ժողովրդին։ Այո, պիտի բերի 8 տարի իշխանության են։ Մենք նկատեցինք այն ժամանակ հելնում կանգնում էր, գոռում էր, ասում էր տամոժնում պապկեք կա։ Քանի անգամ է Նիկոլը Հելեկարինը գոռաց ազգային։ Այդ պապկեկն ինչ եղան։ Այդ պապկեկի տերերն ով էին։ Ախր տես չէ, ինքն էր կոնկրետ հրապարակում, որ այն ժամանակ տամոժնում կա, այսինքն մաքսային կոմիտեում կար հատուկ պապկեկը արտոնյալ պայման։ Դրա դիմաց ով պատասխան տվեց։ Ումից մի կոպեկ փող բերեցին։ Չէ, օբյեկտիվ լինենք էլի, հասկանում եք։
Կամ այդքան մեծ խոսում են իրանք, մանկապարտեզների թեման է գնում, ասում է մանկապարտեզները օտարել են, ասում գնացեք բերեք, ում վրա եք մունատ գալիս որ։ Արա 8 տարի իշխանության եք, 8 տարվա մեջ դուք այդքան չեղաք, որ մի հատ մանկապարտեզ գնայիք հետ բերեք, հա, դա նորմալ է։ Իսկ այստեղ հետևյալն է, կամ իրանք փող են վերցնում այդ տուն մարդկանցից, այդ հարցերը փակում են, կամ այդ թալանը չի եղել, իրանք ավելի ուռճացած են, բայց առարկական փաստեր կա, որ չես կարող դու հերքել, որ թալան չի եղել է։ Իսկ արատավոր երևույթներ եղել է։ Ոնց կարող ես դու կանգնես ժողովրդի առաջ ու սուտ խոսես, ասես որ արատավոր երևույթներ չեղա, այո, եղել է այդ արատավոր երևույթները, բայց հիմա էսի քառակուսի աստիճանով է դառել այդ արատավոր երևույթները։ Այն ժամանակ ներողություն Խաչատյան Սուրիկը Սիլվային, ուղղակի ազգանունը չեմ հիշում, մի հատ ապտակել էր, գիշեր ցերը եկել բռնեցին, գործից հեռացրեցին, մյուսն արեցին, փող գնդապետին ծեծելով սպանեցին Վայոց ձորում, ով պատասխանատվություն կրեց։ Քաղաքական պատասխանատվություն դրա դիմաց ով կրեց։ Հղի կնոջը փողոցում գցեցին ավտոմեքենայի տակ սպանեցին, պատասխանատվություն ով կրեց։ Այն պարագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանը Շարասյունով գնում էր, ինքը տեսնում է այդ իր Շարասյանի մեջ բժիշկները կային, որ պետք է կանգնեին, հետևից ինչ որ մեկը չի կանգնում։ Նույնիսկ բարոյական արժեհամակարգ չկա հասկանում եք։ Իսկ այն ժամանակ թմկարային, խոսային, մյուսը կասային, մյուսը Պապլավոկի դեպքը սարքել են դրոշակ գոռում, ինչ ասած ասում են։ Բայց չի եղել դեպք Պապլավոկի։ Եղել է, բայց նույնը ինչի՞ է իրանք չեն քննադատում։ Չէ, ակնհայտ է, չէ՞ որ բանի դեպքը, Պապլավոկի դեպքը որ եղել է Զուգարում, բոլորը գիտեն, որ անվտանգության աշխատանքիչների հետ այդ հրմշտոց ծես կրտուկ ինչ եղել, դրա արդյունքում մահացել է այդ մարդը։ Բոլորը այդ փաստը գիտեն։ Բոլորի համար ակնհայտ է, որ երբ որ Ռոբերտ Քոչյանը նստած է եղել Պապլավոկի այդ կաֆեում, ինքը չէր կանգնի իր անվտանգության աշխատակիցներին, ասել գնացեք մեկին սպանեք։ Պարզ է, չէ՞ որ ինքը չէր կարող երկրի նախագահան ասել։ Այս պարագայում Նիկոլը իր աչքով տեսնում է մարդուն գցե սպանել են, ոչ մի արձագանք զերո, ինքը ուղիղ տեսնում է։ Ուղիղ դրա հետ փայատել այդ process-ի հետ հասկանում եք ինքը։ Դրանից հետո այդ ավտոմեքենա վարողը մի օր բանտ չի նստում։ Նորմալ է դա։ Հիմա արատավոր երևույթներից ենք խոսում, ասում են նախքին։ Հիմա նախքինի այդ նույն դեպքը որ ասում եք, մեկին դատել են, լավ է, վատ է, մյուսն եղել է, բայց ակնհայտ փաստերը համադրում ենք։ Իրանք թիրախավորում են Ռոբերտ Քոչյանին, օքեյ, թիրախավորեք։ Պապլավոկի դեպքում բոլորի համար ակնհայտ է, որ նստած եղել, դա ճիշտ եմ հիշում, Շարլ Անձնավուրի հետ եղել, չէ՞, հանդիպումը ինտերնետը նստած եղել։ Ինքը չէր կարող հելներ ասել, մի հատ գիտեք, տարեք Զուգանում ծեծեք մեկին սպանեք, չէր կարող, չէ՞ դա լիներ։ Ոչ մի տրամաբանական մարդ չէր ասի, բայց Նիկոլի պարագայում ինքը տեսնում է, գցում են սպանում են։ Դե հիմա Նիկոլն էլ, որ այդ տրամաբանությամբ շարժվում ենք, Նիկոլն էլ չի ասել, գցել ավտոյի տակ սպան։ Ահա, բայց Նիկոլը տեսել է, չէ՞ որ սպանեցին։ Ուղիղ տեսել է, չէ՞ այդ պահին։ Երևի որ ուղիղ տեսել է։ Եթե առաջի մեքենան է վրայեթի ենթարկել, ինքը չի երգում, որ ինքը տեսել է։ Ինքը երբեք չի երգի, որ ես չեմ տեսել։ Հետևի ամբողջ Շարասյանը, լավ բժիշկ կար քո Շարասյան մեջ։ Քո բժիշկը չկանգնի ինչնի օգնություն ցուցաբերի։ Էս չեն իրանք։ Չէ, ուղիղ եմ ասում, էս չեն իրանք։ Հիմա նայեք, դուք ասացիք, որ նշվում էր, որ պապկաներ կար նախկինում, Մաքսատանը առավելություններ էին ստանում։ Նիկոլն ինչ ասում եմ, Նիկոլենց եմ հղում կատարում։ Չէ, ես էլ եմ հղում կատարում ձեր ասածին։ Հիմա նայեք, ես չեմ հերքում, որ եղել են թղթապանակներ, մարդիկ ինչ որ առավելություններ են ունեցել, մարդիկ արտոնություններ են ունեցել, ինչ որ պաշտոնյայի ասելով։ Ասենք նախագահը, վարչապետը կամ ինչ որ նախարար ասել է, որ էս մարդիկ պիտի արտոնություն ունենան ներկրելու գործում։ Այդ մարդիկ էլ հաստատ վարձահատույց են եղել դրա համար, այնպես չի որ մեկը ընկերական, երկուսը, բայց այդքան համակարգային չի լինի ընկերական, էլի։ Գործել է համակարգ։ Հիմա կարող եք ինձ ասել, տարբերությունը որն է կառավարության որոշումով մտերիմներին, յուրայիններին տալ այս արտոնությունները կառավարության որոշումով եւ ոչ կառավարության որոշումով միանձնյա, ինչպես նախկինում որոշումները կայացվել են, եկեք չհերքենք, դուք էլ ասացիք, որ արատավոր երևույթներ եղել են։ Միանձնյա որոշվել է, որ այս մարդիկ պիտի արտոնություն ունենան։ Տարբերությունը ո՞րն է։ Ընդամենը թղթաբանությունն է շատացել։ Ասեմ թղթաբանությունն է շատացել, մեկը մեր պարտքն է շատացել պետության։ Իմ եւ ձեր սերունդների, իմ երեխաների պարտքն է շատացել։ Այսինքն 8 միլիարդ դոլար, ինչքան նախքին 26 տարում պարտք էին վերցրել 3 նախագահները,
Այս մարդիկ դրանից ավել պարտք են վերցրել, այդ նույն թղթաբանությունը շատացել է, նույն արատավոր երևույթները կա, ամբողջությամբ նույնը կա, այսինքն մեծ շուկայում տեսեք, ինչ որ նոր մարդիկ իհայտ եկել են, ոչ, ով կա, նույնը մնացել է, ծառայել է նախկին իշխանությանը, մեծ ծառայում են սրանց, Եվ կծառային հաջորդի։ եւ փորձեն ծառայել, անկախ նրանից հաջորդ իշխանությունը կլինեք, ով ուզում է լինի, իմ ամենայուրայինն է լինի, եթե այս մարդկանց իրենք նորից տեղ տվեցին, իմ համար մեկ թիրախորված անձիկ են լինելու իրենք։ Անթույլատրելի է, հասկանում եք, խոսում են օրինակ Այսինքն սրանց տեղ չտան ուրիշին կարելի է տեղ տալ։ Չէ, նայեք, ուրիշին տեղ տալը չէ, մի քիչ իմ խոսքը ուրիշ ձև դուք Չէ, վերարտադրեցիք։ ես ուրիշ ձև չեմ վերարտադրում, ես ընդամենը ուզում եմ լրիվ պարզաբանվի, էլի։ Լրիվ պարզաբանումը ձեզ ասեմ, մեր շուկայում Երևան Հայաստանի Հանրապետությունում ձեթե կարակը շաքարավազը բոլորը շատ լավ գիտենք, որ մեկ անձի ներմուծմամբ է լինում ամբողջությամբ։ Մեծ Եվ ունի արտոնություն այդ Այդ դրան գումարած նաև մանրածախ շուկան է Իրանը, օրինակ Երևան City-ների ցանցը։ Բոլորը շատ լավ գիտեն։ Դու քվոտավորում ես, ասում ես եղբայր, գիտես ինչ կա, դու էլ իրավունք չունես, կամ ներմուծում ես, կամ մանրածախը, քանի որ մանրածախը քոնն է, էլ մեծածախով ներմուծելու իրավունք դու չունես եւ մենածախով իրավունք ունի շուկայի պահանջարկի 15 կամ 20%-ը ներմուծել մեկ ընկերություն։ Եթե ես գտնեմ փոխկապակցված ընկերություն քո հետ, իսկն պարզվի, որ քո աներձակի տղու փեսեն կամ չգիտեմ ով էլի ներմուծում է, քո հետ ուղիղ փոխկապակցված է, քո տուժ տուգանքը ընդհանուր մինչև քրեական պատասխանատվության, այսինքն դու գնալու ես ուղիղ նստես շատ ծանր հոդվածով, այսինքն դու քվոտավորում ես, ասում ես, էլ դու չես կարողանա, դրա արդյունքում երկրում ստեղծվում են, ծնվում են նոր փոքր բիզնեսմեններ կամ միջին բիզնեսմեններ են ծնվում, այսինքն պետք չի ինչ-որ նոր հեծան, Բայց այդ բանը խոստացել է, ինչ է 18 թվին ասում էին։ Առաջինն է խոստացել, Բենզին բերողները պիտի ով ուզում է, ինչ ուզում է բերի, տանի։ Այնտեղ Հարստացեք եւ հարստացրեք, չէ՞։ Իրանց խնդիրը հենց այդ սոցիալականն էր, այսինքն կեղծ խոստումները, որոնք իրենք տվեցին եւ խաբեցին։ Ու գիտեք ոնց է, պետք չի ինչ-որ նոր հեծանիվ հորինել, պետք չի ինչ-որ ասել, գիտես ինչ կա, ես գալու եմ բոլորի վիզը կտրել, օրենքներով հստակ սահմանում ես եւ անցնում ես առաջ։ Հիմա էլ է սահմանված է օրենքներով։ Այդ դրանք սահմանված չի, այսինքն իրանք ոչ քվոտավորել են ներմուծումները, ոչ մյուսն են արել։ Չկա տես բան։ Այսինքն իրանք օրենսդրական դաշտ են ընդհանրապես ասեցի, ես ընդունում եմ, որ չկա քվոտավորում։ Իսկ բանն էլ ընդհանրապես օրենքները կա, բայց օրենքի առաջ կա յուրայինների նկատմամբ վերաբերմունք եւ մյուսների նկատմամբ վերաբերմունք։ Այսինքն դուք պատկերացնում եք իմ ընտանիքին իմ պատճառով շատ ուղիղ, որ ես խոսում եի 1000 դրամների հիմնադրամում գումարները մոտ չի լում հարյուրավոր միլիոնավոր դրամներ, այսինքն պարզ հաշվարկ էր։ Նիկոլ Փաշինյանն ասում էր Հայաստանի Հանրապետությունում կա գրանցված 630 կամ 700 հազար աշխատող, բազմապատկում էր 1000 դրամով, ստացվում էր, որ պիտի մուտք լինի 700 միլիոն դրամ ամսական։ Ամսական մուտք լինում էր 430 միլիոն, այն 230 ուր էր կորում, 260 ուր էր կորում։ Ոչ ինձ կանչել են դրա համար, զրպարտության համար, պատասխանատվություն կրելու համար, կանչեն, ասեն ինչ ես խոսում։ Հիմի հանգարց մտնեմ ասեմ Նիկոլ Փաշինյանի հասցեին մի հատ վատ բան խոսում, քրեական գործին վրա կախած է նույն րոպեին։ Բայց երբ որ իրանց թալանի ցույց ես դնում, քեզ չեն կանչում ասեն, ես ինչ անպատասխանատու բան ես, կամ ես չեմ գնում նրա հետևից։ Չեն գնում թալանը հետ մենակ էդի չէ, Երևանի թալանի մասին 100 անգամ խոսել եմ։ Որ մեկն ասեմ, դա շարունակաբար կասեմ։ Հիմի խոսում ենք նախկինի ու բան, նախկինի շինարարներն օրինակ, եթե մենք բերում ենք, ասում ենք կապված է սրա նրա հետ, այսօրվա շինարարը շատ ուղիղ ընկերություն կա, որը ԿՊ-ական տնօրենը ցուցակի մեջ էլ գնում է կատաստրոֆիկ վատ շինարարություն անում, շարունակում են 2-3 միլիոն դոլարով այդ մարդուն նորից շինարարական տենդերներ տալ։ Հաղթանակի 40-ամյակի այգին Մալաթիայի թաղապետարանի կողքի ողբալի է, մի քանի 100 միլիոն դրամ ծախսել են, գնում խոսում եմ քաղաքապետարանում ինձ ասում են չես վախենում, ասում եմ խի ասում ես ուժային կառույցներից մեկի զամմինիստրի քրոջ տղեն այդ զամմինիստրինն է, այսի չես վախենում։ Չէ, չեմ վախենում։ Չեմ վախենում։ 100 անգամ ասել եմ, դա տենց է թե չէ, ելեք ասեք, մյուս անգամ արդեն ուղիղ կասեմ, որ մարդու մասին են ասում։ Նորմալ է բա էդի։ Գիտեք, իրանք եկան կես լոզունգներով, արդարության սկզբունքով, սոցիալական արդարություն պիտի լինի, իսպար բացակայում է։ Այդ աղքատությունը հաղթարել են իրանք, ոչ թե իրանք ուղիղում, այլ իրանք գրպանում։ Առաջ ԿՊ-ականների կյանքի ամենաերջանիկ օրերն էր, որ իրանք Կիլիկիայի շշի հետ նկարվեին, այսօր Սարյան փողոցի վրա նայում ես իտալական գինիներ են խմում իրանք։ Այդ որտեղից են խմում իրանք։ Աշխատավորց են ստանում։ Հա, փոքր պարքիվավճար են ստանում իրանք։
Այս աղքատ երկրում 3 միլիոն դրամ պատգամավորը պարգևա վճարաստանում, մի հատ էլ աշխատավարձ ստանում, դառնում է $10,000 հանուն փող են տալիս նոր տարուն։ Չնորմալ է էդի։ Բայց դա իրանց ասում էին, որ իրենց աշխատավարձն է, հասանելիք աշխատավարձ։ Ինչ 3 միլիոն հասանելիք գժանոց է։ Չգիտեմ, ԱԺ նախագահը չէր ասում, որ իրենց Մի ԱԺ նախագահն էլ օրինակ գնում էր Թայլանդում նոր տարի էր անում, ինչ որ տենց Ռուսաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչների Ուկրաինայի տենց մեծ փողեր էին ծախսում, անհասկանալի, կամ նույն ազգային ժողովի նախագահի Միկոնոսի արկածները հիշեք։ Իսկ նորմալ չի, որ քո երկրի ազգային ժողովի նախագահին թեկուզ մի հատ գործարար տանի Միկոնոսում $10-20,000 պատիվ տա, ինչի դիմացա պատիվ տալիս։ Ինչի դիմացա պատիվ տալիս։ Կամ իրանց հակու կապները նայեք, այսօր ամեն մեկը հագնում է կոշիկ $1,000-2,000 բաներ են հագնում իրենք երբևիցե դա մտածել են ամենագույնս գույն երազում, որ իրենք կարողանան դա անել։ Ասում կոռուպցիան ոնց որ հիմա է, երբևիցե չի եղել։ Ուրեմն տեսեք, Երևան քաղաքում իրենց հրապարակած թվերով վերգետնյա տրանսպորտով 600,000-ից ավել մարդ է երթևեկում, 600,000։ Թիվը ֆիքսում ենք ավտոբուսներով։ 600,000 երբ որ բազմապատկես 100 դրամով, ավել թիվ չեմ ասում, անմա 60 միլիոն դրամ օրեկան պիտի հավաքագրվեր։ Բազմապատկում ես 365 օրով 21 միլիարդ դրամից ավել գումար է կազմում։ Ճիշտ է, թիվը հաշվեցինք մենք։ Հիմի թանկացել են 150 դրամ է դարձել։ Հիմա մետրոն էլ մեջն է ներառվել, օրականը 70-ից 80,000 մարդ մետրոյով է երթևեկում։ Դա ֆիքսված փաստ է, մետրոյով ոչ մեկ չի կարողանում փախնել։ Ոչ մեկ ընդհանրապես։ Հատ գուշակեք իրանք ինչքան փող են հավաքագրում։ Օրեկան։ Հա, օրեկան։ Պետք է հավաքեին իրենք օրեկան չէ, տարեկանն ասեմ, տարեկան եթե 100 դրամը բոլորը տային, պետք է հավաքվեր 21 միլիարդ դրամ 100 դրամի պարագայում։ Գումարած մետրոն, ահագին է մետրոն է փող բերում։ Հիմա գուշակեք, այս մարդիկ 150 դրամ սարքել են մետրոնը վրան է գումարվել, ինչքան փող է հավաքվում։ Այդքան։ 14 միլիարդ։ Ավելի քիչ։ Ավելի քիչ։ Հիմա կամ ընկեր դուք փնթի կառավարիչ եք, դիլետանտ եք, կամ թալանչի եք։ Երկուսն էլ ահավոր է, որտեվ այդ փողը կորում է։ 6 միլիարդ դրամը կորում է, հասկանում եք։ Ուղղակի կորում է։ 6 չենք խոսում, ավելի շատ է լինում։ Օբյեկտիվ 21 պետք չէ ներ, 56 չէ, թանկացը պետք դառնար 25 կամ 30 միլիարդ։ Ուղղակի կորում այդ փողը ուր է։ Հարց եմ տալիս, ուր է այդ փողը։ Կամ Երևանը 4 տարի, մոտ 4 տարի գլխավոր հատակագիծ չի ունեցել, մարդիկ դիմել են իրենց անուշ ախպերները։ Դիմել են, ասել են, գիտեք ինչ կա, օրինակ այս դիմացը այգի է, չէ՞ ընդունենք։ Ասում է դա այգի չէ, տարածքը տվեք ինձ սեփական տուն սարքելու համար։ 2 ամիս չեն պատասխանել այս մարդիկ, այդ մարդը մտել է դատարան, այդ հողը մեջ են արել, գնացել է։ Երևան քաղաքը գլխավոր հատակագիծ չի արել, հողերը մեջ արել թալանել են։ Դրա համար մի մարդ պատասխանատվություն կրել է, ոչ։ Բայց թալանչիություն չի։ Ֆիրդուսը հայտնի 33-րդ թաղամասը այդքան ասում էին Հյուսային Պողոտան մարդկանց կոտորեցին, հանին տնեցին, դուրս գցեցին, այս արեցին, այն արեցին, ճիշտ է։ Նույն բանը Ֆիրդուսում ավելի վատ, դրան գումարած Ֆիրդուսի բնակիչ եղել է նաև Տիգրան Ավինյան, ու ժամանակին բողոք ա գրել, որ Ֆիրդուսը չքանդեք, դա գերակաշահ չի, դա գերակաշահույթ է, մյուս։ Այսօր քանդողների մեջ ինքն է։ Մարդկանց Ֆիրդուսում գնում ասում են քո տան արժեքը 700,000 դրամ է։ Այդ մարդու տունը սեփական մնացել է ասենց դատի է, ասում չեմ հետնում, այդպես նորմալ չի։ Գոնե ինձ իմ տան չափ տուն տվեք այդտեղ, ուրիշ բան չեմ ուզում։ Սկզբից որոշվեց, որ այդտեղ 5 արգանի է։ Մի հատ խնդրում եմ, մի օր անցեք տեսեք այդտեղ 5 արգանի շենք կտեսնեք։ Մի օր չեմ համարյա ամեն շաբաթ Կիրակի անցնում է։ Մի հատ 5 արգանի շենք այդտեղ տեսնում եք, բոլորը 10 քանի արգանի շենքեր են։ Դա նորմալ է, հարց եմ տալիս դες։ Այդտեղ մի հատ մանկապարտեզ, մի հատ դպրոց չեմ պլանավորել, մի հատ գիգանտ մեծ թաղամասը։ Բայց նորմալ է։ Կանաչապատ գոտի էլ չկա տեղ, հասկանում եք։ Մի հատ ուրիշ բան ձեզ խնդրեմ։ Հենց այդ Ֆիրդուսի շինարարության կապած քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքն է, որտեղ որ աշխատում է հասարակական կարգի պահպանության վարչությունը, որը պիտի հետևի, որ շին հրապարակները նորմալ կառավարված են։ Մի հատ անցեք տեսեք ցանցապատ շենք կտեղ կա, մի շենքն է մենակ որ նորմալ կա բանը ցանցապատը։ Իրանց աշկի դեմը լուսամուտից նայում են, տեսնում են որ շինարարը խախտում արել, որ մոտիկ չեն գնում, կարամ ասեմ որ շինարարը ձեզի փող է տվել, կամ շինարարը ինչ որ պետական չինովնիկի մոտիկ է։ Նորմալ չի, չէ՞, այդ փոշին շնչում ենք մենք մեր երեխաները։ Երևանը աղտոտ քաղաքների առաջատարներում է, աշխարհի Աշխարհի ու ոչ մի քայլ չեն անում։ Ուրեմն նայեք հերթական կառավարման, փնթի կառավարման դրսևորում։
Բազմիցս իրենց ասել եմ, որ աղբավայրը մենակ պետք է չկոնսերվացնեք, փակեք, նորը բացեք։ Խիստ անհրաժեշտ է, որպեսզի աղբի վերամշակման գործարան ստեղծեք։ Դա փող արժի ախր, այդքան փող որտեղից։ Հիմի կամ է դրան, փող արժանալու պարագայում, այդ ամբողջ ցանցը հիմնելու պարագայում շատ-շատ $100 միլիոն փող ծախսեին։ $8 միլիարդ պարտք են վերցրել։ Իրանց վերցած պարտքի մի տոկոսը որ ծախսեին իրանք, էդիկ սարքեին, այդ մասնավորին կանչեին, ասեն արի փայատերեղի, մի ճարտունյա պայմաններ կտային ու նորմալ կլիներ։ Աղբի վերամշակումն եմ ձեզ ասում։ Կանաչապատ գոտիների մասին եկեք խոսանք։ Նորքի այգիները որ կա, դրեք Google-ի ծրագրով կա, տարիները հետ գնացեք։ Տեսեք 21 թվականից հետո ոնց է անտառը թրաշվում, տեղը շինություններ իր հետ գալիս։ Բայց նայեք դուք, այգիներն ինչ վիճակում են։ Բուսաբանական այգին, շուտով կհրապարակեմ այն նյութերը։ Ես այդտեղ խայտարակությունա ծարավախբերի կողմից նայում եմ, լացս գալիս է։ Մասիվի կողմից որ գա ավելի ողբալի է։ Դրոնով գնաց է նկարել եմ ես։ Մասիվից դեպի Ալմաստ գործարան։ Հենց երկրորդ մասից որ ուզում եք իշնեք, sense վերև մի քիչ բարձունք է լինում ինքը, ձեր աչքի առաջ երևում է լրիվ խայտարակություն։ Այդ ողբալի վիճակը ամեն օր եմ տեսնում։ Հիմի հարց եմ տալիս, այդքան փող է, 13 միլիարդ դրամ ոնց որ այդ բյուջեն է։ Նորմալ է, բա։ Լավ ուրիշ բան ձեզ ասեմ, այս կոյուղիները, որ հենց մի հատ անձրև է գալիս մեր քաղաքում, դառնում է Վենետիկը Երևանը։ Չեն կարող ասեն, չաս անսպասելի անձրև եկավ, գժանոց, բոլորը գիտեն, չէ՞ որ աշունը գարունը անձրև է գալիս։ Ոնց եկել են իշխանություն, այդ կոյուղատար, այդ համակարգը ոչ վերանորոգել են, ոչ սարքել են։ Մատը հիմար օրենք աբսուրդ։ Տեսեք, օրինակ շենքի տակի կանալիզացիան շենքի բնակիչներինն է, դուրս եկա Վիոլա ջերինն է, այդ խողովակաշարը պիտի սպասարկի փոխի պետությունը, վթարեղա, վթարը պիտի վերականգնի Վիոլա ջուրը։ Վիոլա ջուրն ասում է, դե իրանք չեն փոխել, դրա համար է վթարեղը։ Վիոլա ջուրն ասում է, իրանցի չի թույլտվություն ենք ուզում, որ քանդենք ուշ են գալիս, այդ վթարը, սենց հանգարց մտնես այդ իրանց այդ ասում է կռուգի մեջ մտնես հասկանաս ով է մեղավոր, կգժվես։ Ուղղակի կգժվես։ Դա փակ շրջան է։ Այսինքն պատտվում ես անընդհատ ու իրար ոնց որ ածանցյալ։ Դու չես արել, դրա համար ես չեմ անում, էլ ասում է դու չես արել, դրա համար ես չեմ կարող անել ու խառնվում են իրար։ Իսկ ամենացավալին այն է, որ հունվարին, դեկտեմբերին, փետրվարին անսպասելի ձյունն է անակնկալի բերում քաղաքային իշխանություններին։ Այ ամենացավալին երևի դա է։ Այդ ջրհեղեղներին արդեն սովորել ենք, Ձյուն ուղղակի չէր գալիս, մի սկսում է ձյուն գալ, դա անակնկալ է ստացվում մեր համար։ Գիտեք ինչն է մեծ։ Ասենք հունվարին տեղացած անակնկալ ձյունը անսպասելի ձյունը անակնկալի է բերում քաղաքային իշխանություններ։ Տեսեք ցավը ինչ է, ստեղ ես օբյեկտիվությունը պայելով եմ ուզում խոսել, այն որ քաղաքապետարանն ասում է նաև որ տնտեսվալողը իր դրադեմը պիտի մաքրի, դրա մեջ էլ իրավացիություն կա, բայց այդտեղ ցավն ինչ է, երբ որ տնտեսվալողը տեսնում որ քաղաքային իշխանությունը իր գործը չի անում, թքած ունի դրա վրա, ինքն էլ իր գործի վրա է թքած ունենում, հասկանում եք։ Ես օրինակ եղել եմ Զեյթուն, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում, բժշկական ծառայություններ մատուցող մի հատ ստուգում նկարանումներ էին անում, հետ ռենտգեն բանտած բաներ։ Նայում եմ այդ կենտրոնի դիմացի հատվածը ամբողջությամբ ձյուն չեն էլ մաքրել։ Մտել ասում ժողովուրդ հիվանդ է գալիս, բա որ սղաց ընկավ էլի։ Դուք ավելի լավ։ Դուք կլենտեք ման գալիս, բայց մեկ էլ ինձ ինչ պատասխան են լավն են, ասում են, «Էդի որ դու քաղաքապետանից ես, դու ավականի ես, հա, բա այդ մայթը չես տեսնում, որ դա մաքրած չի»։ Արդեն չգիտես ինչ ասես, հասկանում ես։ Այսինքն բոլորն իրար արժանի են ստացում, ու բայց գիտեք ինչ կա, պետք է մարդ նաև իր քաղաքը սիրի, օբյեկտիվ։ Քաղաքային իշխանությունը մենք հասկացել ենք, որ իրանք ոչ մի բան են։ Մենք հասկացել ենք, որ իրանք չեն անում, իրանք քաղաքը չեն սիրում, ու դա ունի իր պարզ բացատրությունը։ Երևանցին չի ընտրել ՔՊ-ին։ Իրանք փոքրամասնությունների կոալիցիա։ Երևանցին չի սիրում իրենց, հետևաբար իրանք էլ պատասխանում են նույն չսիրելով Երևանցին։ Այո, բացատրությունը ես գտել եմ ինչու՞նն է։ Իրանք ասում են 9% երևանցիա մեզի ձայն տվե, 9%։ Մենք 9%-անոց քաղաքային իշխանություն ենք, դե դրա պատասխանը ստացեք։ Իրանք մուռ են հանում երևանցիներից, շատ ուղիղ եմ ասում։ Խարբերդը գնում ես, անկեղծ ոնց որ գազայի հատվածը լինի։ Փոսերը, խրամատները, այդ ջրափոսերը ջուր չունեն, կանգառներ չունեն, բայց խայտարակ վիճակ, ամենօր ամբողջ քաղաքում ես ասեմ մայթերի վիճակն է, ահա որ մայթ չկա։
կամ շինություն է, կամ մայթը նեղացված է, ամեն ինչ, բայց քանի որ դուք ասեցիք, թե կազմակերպությունները, գործարար անհատները եւ այլն իրենց դիմացը պիտի մաքրեն, այստեղ մի շատ ցավալի եւ շատ պարսավելի բան կա։ Նայեք, դիմացը մաքրում է, լցնում է փողոց։ Շատ ճիշտ եք, դա մյուս խնդիրն է, որ ես անդրադարձրեմ, ուղղակի չհասցրեցի Ասենք նույն տրամաբանությամբ ես հիմա հարց եմ ուղղում այդ մարդկանց։ Ես որպես վարորդ, ինչ տարբերություն ամռանը դու մեծության, ասենք, քարը վերցնես շպրտես մարդկանց մեքենաների դիմաց, որ գան ջարդ ու խուրտ լինեն, եւ ձմռանը նույն չափի մեծության սառույց կոտրես քու ոտքի տակ շպրտես իմ մեքենայի դիմաց, որ իմ մեքենան ջարդ խուրտն է։ Տարբերությունը ո՞րն է սառույցի եւ քարի այս պարագայում։ Տեսեք, ես Եվ քաղաքային իշխանությունները այս պարագայում գործ ունեն անելու թե ոչ։ այո, ես հենց դա եմ Եվ մի բան էլ, քաղաքը ողողված է պարկած ոստիկաններով։ Ոչ չափորոշիչ կա, ոչ ստանդարտ կա, ոչ փռվածք, անկյուն, բարձրություն, ոչինչ չկա։ Դրանք էլ են, ասենք, քաղաքային իշխանությունները, մեկը մի հատ իր պատշգամբից կես մետր ինչ որ խողովակ կպցնի, կգան ինչ որ ակտ կգրեն եւ այլն։ Բալավ, սա օրինական շինություն է, ամեն մեկը իր դռան դիմաց մի հատ սենց սարա կանգնացնում, որ ինքն է ոնց կլինի իր դռան դիմացով 25 կմ/ժ-ով գնան, պիտի 5 կմ/ժ-ով գնան, էլ մի հատ էլ ավտո կոտրեն։ Տեսեք, գամ տնտեսվարողների ու քաղաքապետարանի հարաբերությունների մեջ քաղաքապետարանն ունի անելիք, այո, եւ ես ասել եմ քաղաքապետարանին, որն է, երբ որ ձյունը դուք տեսնում եք, այսօր բաննես տեխնոլոգիաներն է զարգացել, որ 2-3 օր հետո ձյուն է գալիս, դուք տնտեսվարողին պիտի մոտիկանաք այդ առաջիկից փողոցներին, իրանց տրամադրեք ավազ, որ մենակ այդ իրանց դեմի մաքրելը չանհանգստային փողոց իրենք, կամ իրանց տանեք նաև բացատրական աշխատանքներով, ոչ թե պետք է ասած կտորներով սառույցները շպրտել փողոց, այլ հավաքում եք փողոցի այս անկյունում դուք։ Ու այդ անկյունում հավաքելուց հետո քաղաքային իշխանությանն ասել եմ, դուք պարտավոր եք ԵԱՍՄ-ի աշխատակիցներ գան այդ ձյունը հեռացնեն։ Իսկ մարդկանց համար դուք գալիս եք ուղիղ տեղ եք հատկացնում։ Իրանք չեն շփվում տնտեսվարողի հետ, 1000 անգամ ասել եմ, պիտի լինի պետություն, մասնավոր հատվածի համագործակցություն։ Եթե դուք իրար հետ չաշխատեք, այսինքն խնդիրները Այսինքն հորիզոնական, ոչ ուղղահայաց։ Ոչ պարտադրանք, այլ բացատրական։ Ես իրանց մի քանի անգամ բացատրել եմ, երբ որ դու մարդուն գնում ես, Տիգրան Ավիյանը նեղ սրտել էր, որ մի հատ խանութի տեր ասել էր ինձ փող պետք է նայում եք իշտավեմ տան սմակրում, ասել չէ թխու պարտականությունն է, մունաթերեք այդ մարդու վրա։ Փոխանակ ասել շնորհակալություն, ապրես, ցավդ տանեմ, բայց եթե քո պարտական խնդրելով ասել դու շատ լավ մարդ ես, բան, մունաթերեք է հաջորդ օրը սա հասարակական կարգին ուղարկել մարդկանց տուգանելու։ Այդ ձեզ ուղղահայացն է։ Իրանք պատական հայտնվել են մի հատ աթոռների վրա ու նստած ճոճվում են աթոռների վրա իրանք, այդ է խնդրեմը։ Բայց աթոռը չի ճոճվում է։ Իրանք են ճոճվում։ Աթոռի վրա նստած ճոճվում են իրանք։ Ասում եմ ցավալի է, որ աթոռը չի ճոճվում։ Դա նույն, ասենք, այդ վերահսկող մարմինները պարկած ոստիկանների վերաբերել կարող են։ Տեսեք, Դա ապօրինի շինություն չի։ Ամբողջությամբ չափորոշիչները հստակեցված է եւ կանոնակարգված է, որ թույլտվությունը պետք է տա տրանսպորտի վարչությունը։ Ես օրինակ այդ երևույթները որ տեսնում եմ, շատ ուղիղ զանգարվում հետևողական եմ լինում, որ գան քանդեն այդ ամբողջը, բայց իմիջիայլոց իմ հետևողական լինելու արդյունքում քանդում են, այսինքն որը որ տեսնում եմ շատ անհասկանալի, այսինքն թեթև մարդատար ավտոմեքենայով որ անցնես, քո ավտոմեքենայի տակը կվնասվի։ Այսինքն դու խնդրեմ կունենաս, բայց այսօր ոչ մեկ, այսինքն չկա վարչական շրջանի ղեկավար, որը հելին պատոտվի այդ խնդիրները տեսնի, գնա հետևողական լինի։ Քաղաքը նորից ասում չեն սիրում իրանք քաղաքը, չեն սիրում երևանցիներին։ Խնդրեմ մեր դրանում է կայանում։ Ամբողջ երկրի խնդիրն է դրանում կայանում։ Ու ինչ ենք անելու։ Դուք քանի որ հայտ եք ներկայացրել քաղաքական գործ չի, ոչ թե հայտ եք ներկայացրել, այլ այդպիսի դերում եք այսօր։ Ես պիտի հարցնեմ որպես հասարակ մահկանացու, ինչ է լինելու մեր վիճակը, ինչ է լինելու երկրի վիճակը։ Տեսեք, ես սահմանել եմ, որ ինչպես եք տեսնում
Ես սահմանել եմ իմ մեջ, որ պետք է 26 թվականը լինի վերջնաժամկետը, ինչպես պետք է լինի, դա պետք է լինի անտարբեր մարդիկ մեր երկրում, որոնք շատ են, իրենք պետք է գիտակցեն իրենց արժեքը։ Մենք ամեն քաղաքացի պետք է գիտակցի իր քվեի արժեքը։ Ցավն է, որ վարչական ռեսուրսի հաշվին Նիկոլ Փաշինյանը կարողանում է ճնշումներով, բռնաճնշումներով 20-30% բերել մասնակցությունն ապավել ու կապված մասնակցության թիվը շատ է կամ քիչ է, այդ նույն 30% զանգվածը ընդունենք 300,000 կամ 400,000 մարդ հետ իրա որ ինքը ունի, եթե 1 միլիոն մարդ է մասնակցում, ուրիշ տոկոս է լինում, եթե լինում է 500,000, ուրիշ տոկոս է լինում, հասկանում եք տրամաբանությունն ինչ է, այսինքն ես պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին գնան եւ իրենց քվեով արտահայտեն իրենց վերաբերմունքը։ Ես համատարած տեսնում եմ դեպի զզվանքը նողկանքեր իշխանությանը։ Ես համատարած տեսնում եմ, որ կա մարդկանց եւ սոցիալական դժգոհության մի հատ մեծ ալիք, կա հայրենասիրական դժգոհության մեծ ալիք, որովհետեւ իմ համար Արցախ եղել է հպարտություն լինելիության հույս, իսկ որոշ մարդկանց համար դա ահաբեկում ու չգիտեմ ինչ էր, հասկանում եք։ Այսինքն մենք հասկանում ենք, որ այս մարդիկ չունեն հայրենիք արժեքը, չունեն հայրենիքի արժեքը գնահատելու այդ մտավորը կամ իրանք ուրիշ երկրի գործակալներ են։ Հաջորդիվ սոցիալական առումով նայում ենք համատարած սոցիալական անարդարությունը, համատարած հաջորդը ունենք մենք փնթի կառավարում, այսինքն խնամի ծանոթ բարեկամ մյուսն է գալիս, Հայկ Կոնջոյանի կինը պետք է լինի հայ փոստի տնօրեն, չգիտեմ քանի միլիոն դրամ աշխատավարձ ստանա ինքը, ուտենց բազում օրինակներ։ Իսկ Հայկ Կոնջոյանի կնոջ ամուսինը կնոջ ամուսինը այտենց կպցնող է ոնց որ էլի ժողովրդական լեզվով ասած։ Իսկ կնոջ ամուսինը հպարտորեն ասում է մեր տունը կինս է պահում, ինքը ավելի շատ աշխատավարձ ստանում։ Ծիծաղելի է, չէ՞։ ցավալի է։ Ցավալի է, տեսեք, այսինքն դե մենք արձանագրում ենք ինչ հատ է սոցիալական անարդարություն, հայրենիքի արժեք չհասկանալ, ազգային մարտահրավերներ ու լուրջ վտանգներ, որոնք կախված է մեր երկրի ուղիղ գլխին է մեր երկրի կախված, որ այս մարդը բոլոր տեղերը բոլորին ամեն ինչ խոսք է տալիս։ Ռուսաստանին էլ է խոսք տալիս, Թուրքիային էլ, Արևմուտքին էլ, Ամերիկային էլ, բոլորին, ով ինչ ուզում է, ասում է քոնն է, ով ինչ ուզում է տալիս է պատրաստ։ Այդ վտանգները պետք է գնահատեն։ Դե վատա հիմա օգուտ են քաղում, չէ։ Օգուտը չէ, բայց դրա վատ կողմը բացասականը քաղում է մեր ժողովուրդը։ Այդ արատավորի ժողովուրդ, այդ երևույթների դառը պատողները քաղում ենք մենք բոլորս։ Հաջորդիվ փնթի կառավարում, սոցիալական անարդարություն, հայրենիքի արժեք չհասկանալ, արտաքին մարտահրավերներ, պատրաստ են սրանք տակից դուրս գալ, իրանք պատրաստ են մենակ իրենց գրպանների պարունակությունն ավելացնել, համատարած բոլորը, այսօր ոչ մեկի կողքով չենք անցնում, հասկանում եք, նույնիսկ պարլամենտական ընդդիմությունը, այսինքն չհասկացա, որ համատարած բոլորի մեջ պարլամենտական ընդդիմությունը մտնում է, գրպանների ավելացնում պարունակություն, ես չեմ տեսնում, այսինքն գրպանները ոնց են ավելացնում։ Ասենք օրինակ, մենք այսպես դուք էլ նոր ասացիք 3 միլիոն պարգևավճար ստացան։ Օրինակ, ինչ արեց այդ ազգային ժողովում ընդդիմությունը, այդ 3 միլիոնականները ինչ արեցին։ Ստացան։ Իրենք հրապարակել են, որ ամբողջ բոլոր падգամավորներ ընդդիմության, թե պատիվ ունեմի, թե Հայաստան դաշինքի, որ իրենք ուղղվել են բարեգործական ծրագրերի։ Որ բարեգործական։ Այդ հարցը տեղին է, ես ասում այն ինչը իրանք են հրապարակում։ Դու էլ ասա։ Սենց ասեմ ձեզ, շատ կարևոր է, նաև այսօր մեր զրույցը ոչ եմ անում, որ այդ падգամավորները հրապարակեն կոնկրետ որոշությամբ։ Ես տեսնեմ, ինչ են արել։ Օրինակ Հայկ Սարգսյան, հա։ Հայկ Զարեհի Սարգսյան։ Գնաց ցույց տվեց, որ ես եկել եմ իմ 3 միլիոն դրամը տալիս եմ այս ընտանիքին։ Որքանով էր անկեղծ, որքանով անկեղծ չէր, ես չեմ մտնում մատի եւ մատանու արանքը, այսպես ասենք։ Ես լսել եմ, որ մենք մեր պարգևավճարները ուղղում ենք բարեգործությանը։ Լսել եմ։ Տեսեք, ես իմ օրինակով ասեմ, ավականին գիտեք, որ չի վարձատրություն չի ստանում եւ միայն իր ծախսերի համար ամսական, եթե ճիշտ գիտեմ 72 թե 75000 դրամ փոխհատուցում է ստանում։ Ես առաջի անգամ եմ եթերում ասում, որ ես այդ գումարից մի դրամ չեմ վերցրել, ուղղակի որ խոսք գնաց մարդիկ ինչու չեն հրապարակում, ես երբևէ չեմ հրապարակել, որ այդ գումարը չեմ վերցրել,
ամբողջությամբ ուղղել եմ զովասների սոցիալական խնդիրներով զբաղվող հասարակական մեծ բացակա չդնեք հասարակական կազմակերպությանը ոչ միայն դա, այլ նաև իմ աշխատավարձից մի փոքր ավելի շատ գումար միշտ այդ ընտանիքների կարիքների համար ես ուղղել եմ։ Ու դա հիմա չեմ արել եմ 2008 թվականից միշտ օգնել եմ։ Իսկ հիմա ուղղակի ավականով ստացած իմ հասանելի գումարը ես ուղղում եմ այդ ուղղությամբ։ Դրան գումարած է քաղաքապետարանը մոտ մի 6 թե 8 ամսվա գումար էլ չէր տվել ինձ։ Մինչև այսօր չտվեց ինքը։ Հետո ես դիմում էի գրել փոխանցեք, իրանք չէին փոխանցել, հետո ասի դուք չեք փոխանցում այդ գումարը, ես փոխանցեմ, ասի դեն գումարն է տվել, չտվեցին։ Տիգրան Ավինյանի երևի պարգևավճար էր այդ պետք, այդ գումարը տենց էլ չտվեցին։ Ուղղակի չտվեցին իրանք այդ գումարը։ Հասկանում եք, հիմի մարդիկ կան, ովքեր նույն ձեր ասած անձնավորությունը որ կա, միգուցե PR-ի կամ գովազդի մասը համարել, որ ինքը հրապարակի, մարդկանց մի մաս կա, որը որ ճիշտ չի համարում դա հանրայնացնել, ես իմ օրինակով բերեցի, բայց կիսում եմ ձեր կարծիքը, որ այնուամենայնիվ ճիշտ է, որպեսզի հասարակությունը տեսնի, որ ընդդիմադիր падգամավորը չի գնացել հարստանալու կամ չի գնացել նույն պարգևավճարը ինքն էլ ստանալու։ Միանշանակ ձեր պնդումը տեղին է եւ ճիշտ է։ Ինձ թող չասեն ում ինչքան գումար ենք տվել։ Թող ասեն մենք մեր աշխատավարձը թե պարգևավճարը ուղղել ենք Զատիկ մանկատանը, այսինչ ծերանոցին, այնինչ հիմնադրամին, այսինչ Շարուրապ Երևա։ Դա փաստաթղթային Երևա, որ ես տեսնեմ, որ եթե ուղղել են այսինչ հիվանդին բարեգործական իր բուժումը ապահովելու համար իրոք այդ հիվանդը բուժվեց, բուժում ստացավ, բուժվեց թե չբուժվեց, թողենք հաջորդի։ Միանշանակ ճիշտ է ու ես էլ եմ կողմնակից։ Թե չէ քննադատելուց էս ինչ եք անում, թալանում եք, բայց փաստորեն մասնակցում եք։ Տեսեք, այդ մեղադրանքը միջև չիմնավորվի, որ իրանք չեն արել, կարծում տեղին չի լինի, որովհետև կամ իրանք պիտի ցույց տան, որ իրոք դա եղել է, ու շատ լավ է, որ նախընտրական տարի է, նաև իրենց PR-ի մի մասը կլինի, որ իրենք ներկայացնեն, որ այդ գումարը ամբողջությամբ ուղղել են ստեղ, ասածի պես կամ հիվանդներին քաղցրով կամ մյուս կլինի, կամ օրինակ մանկատանը, կամ ծերանոցին, կամ մյուսին։ Ես օրինակ որոշել էի, որ ուղղակի խոսք բացով ասեցի, էլի, որ մյուս ընտրություններին չգիտեմ ինչ ֆորմատով կմասնակցեի, չէի մասնակցի կամ երբ որ իմ ավականու գործունեությունը կամփոփեի, հրապարակել էի, որ այդ գումարն ամբողջությամբ ուղղվել է այս ծրագրին։ Էս էլ փաստաթուղթ է։ Էս էլ փոխանցումներ ամեն ամիս կատարել եմ երևում։ Փաստաթուղթ է։ Հա, այսինքն նաև այդ մարդիկ վերջնակ, բայց դա չէի որոշի անեմ ոնց որ ասած ամեն ամիս, այլ որոշել էի ամփոփման ժամանակ 5 տարի կամ 4 տարի որ կանցներ նոր կանեի։ Միանշանակ ճիշտ է, այսինքն որպեսզի տպավորություն չստեղծվեր, որ ընդդիմադիր падգամավորները գնացել են հավասար մասնակցություն են ունենում։ Թե չէ այլ կերպ, որ իրենք մասնակցություն ունենան կամ այդ վոյաժներին գնան կամ այդ մանգալուն գնան ոնց որ իրանք գնում պատտվում հետ են գալիս, ես չեմ տեսել։ Ուրիշ բան, որ իրանց մոտ ստացվել է կամ չի ստացվել, լավ են աշխատել թե վատ են աշխատել, գոհ ենք թե դժգոհ ենք։ Հիմա ես էլ շատ падգամավորներից դժգոհ եմ։ Ես էլ ձայն եմ տվել ընդդիմությանն, ակնկալել եմ շատ ուրիշ արդյունք։ Նվազագույնն ակնկալել եմ, որ Նիկոլը պետք է չմնա մինչև 26 թվականը։ Հետևաբար նույն 2021 թվականի ձայն տվածներին ընդդիմությանը, որը 300,000-ից ավել մարդ են, այդ մարդիկ իրենց դժգոհությունը կարող են արտահայտել ու շատ տեղին կարող են արտահայտել, հասկանում եք։ Բայց հիմա եթե մենք մտածենք, որ պետք է նեղանանք ընդդիմությունից, որ իրանց մոտ չի ստացվել ու թողենք Նիկոլը վերարտադրվի, դա էլ է անթույլատրելի։ Բոլորս պետք է մասնակցենք, որ ԿՊ-ին հեռացնենք, վտարենք ԿՊ-ին։ Այդ մասնակցությունը ո՞նց եք պատկերացնում։ Միասնական ճակատով, իրար վրա ցեխ շպրտելով ու շատ կոպիտ է հնչում, չեմ ասի այդ բանը, էլի։ Ասեք։ Ու երրորդ ուժին ճանապարհ բացելով Տեսեք, ես կողմնակից չեմ, որպեսզի ընդդիմությունը մեկը մյուսին վիրավորի կամ, չգիտեմ, վարկաբեկի, պետք է չի, որ իրանք ունենան համաձայնություն, այդ համաձայնությունը կարող լինի լուր համաձայնություն, բոլորի խնդիրը թիրախը Նիկոլ Փաշինյանն է եւ Նիկոլ Փաշինյանին ցույց տան հեռացման խնդիր դրվի իրանց առաջ, դրա վառ օրինակը կար Գյումրիում, երբ որ քաղաքական ուժերն են չէր որ իրար սիրում էին, մեկը մեկին վարկաբեկելուց ամենալավ վարկաբեկողն էին, բայց իրանք խնդիր դրեցին, որ ԿՊ-ին պետք է իշխանա զրկեն այս պարագայում։ ԿՊ-ն ավելի մեծ չարիք է, քան իրանց մեջ չի եղած այդ խնդիրները։ Մյուս խնդիրը,
Ինչ Հակասությունները։ հակասությունները։ Մյուս խնդիրը որ կա, որը որ կարևոր է, որ ժողովուրդը կա մի զանգված, օբյեկտիվ պիտի լինենք, որը չի սիրում ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Նիկոլ Փաշինյանին։ Եվ այս մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան, երբ որ ընդդիմությունը բոլորը հավաքվի միտեղ, այս մարդիկ կասեն, չէ, գիտես ինչ կա, այնտեղ կա, չգիտեմ, Քոչարյանը, այնտեղ կա, չգիտեմ, Վանեցյան Արտուրը, չգիտեմ, SCN-ի ու ձայնը իր չի տա կամ Քիաստաֆի ընտրության չի գալու։ Իմ անձնական կարծիքը հետեւյալն է, որ պետք է ժողովուրդը ունենա իր ընտրության իրավունք, բայց միևնույն ժամանակ ընդդիմության այն ներկայացուցիչներն, ովքեր ռեալ գիտակցում են, որ իրենք չեն կարողանա անցողիկ շեմը հաղթահարել, ուղղակի ձայն են փոշիացնում, իրանք ուղղակի դուրս պիտի գան։ Այդտենց կերպարներ էլ կան, հասկանում եք, ովքեր ռեալ գիտակցում են, որ իրանք միգուցե անցողիկ շեմը չհաղթահարեն։ Իրանք կարող են որոշեն մի քանի ուժերով համատեղ գնալ, բայց ժողովուրդը ընտրության մեծ հնարավորություն պիտի ունենա։ Այսօր իմ գնահատմամբ դաշտում կա ընտրության հնարավորություն։ Սկսենք Բևերից, օրինակ Ռոբերտ Քոչյանի բլոկից, Սարգ Սարգսյանի բլոկից, Թաթյան, Արմաննա Ծառուկյան, Գագիկնա, Վանեցյան, Արտուրնա, Մայր Հայաստաննա, հասկանում եք, այդ հնարավորություն ունի։ Այստեղ կարևորը, որպեսզի ընդդիմությունը կարողանա իր աշխատանքները ճիշտ կազմակերպել։ Ընդդիմությունը իմ կարծիքով ճիշտ աշխատանքները կազմակերպելու պարագայում Նիկոլ Փաշինյանի հեռանալը այլ ընտրանք չունի, ուղղակի չունի։ Եվ դրա համար դու պետք է կարողանաս քո ընտրողին դու բերես ընտրատեղամաս, դա շատ կարևոր է։ Վստահեցնում եմ ձեզ, որ իմ թվարկած այդ քաղաքական ուժերը բոլորը եթե կարողանան իրենց ընտրողին հասնել եւ խնդրել, որ գա ընտրատեղամաս իր ընտրողին, Նիկոլ Փաշինյանն այլ ընտրանք չի մնա, ինքը կհեռանա։ Ինքը ուղղակի հեռանալու է։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը իր կողքի փոքրիկ արբանյակներին է ման տալիս։ Արամ Զավենի Սարգսյանին, Արևմտամետ ինչ որ անհասկանալի բլոկներին, Բայց ինքը արևմտամետ չի։ Իմ կարծիքով ոչ։ Նիկոլ Փաշինյանը արևմտամետ չի։ Իմ կարծիքով ոչ։ Բա ինչա մետա։ Ինքը գիտեք ոնց է, այսօր չեմ տեսնում կոնկրետ հստակ ուղղվածությունը։ Հստակ ուղղվածությունը չեմ տեսնում։ Ու նաև չեմ տեսնում ինչ որ մի արտաքին ուժի, որը հստակ խնդիր է դնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն։ Բա Սորոսը չբերես Նիկոլին իշխանության։ Ինչ։ Սորոսը չբերես Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Գիտեք, այդ հարցի պատասխանը ասիատերը ես չեմ, իմ կարծիքը կարող շատ սուբյեկտիվ Չէ, ու նաև շատ քննադատման առարկա կլինի։ Ես մնում եմ այն կարծիքին, որ ուղղակի Նիկոլ Փաշինյանը ճիշտ ժամանակ չասեմ, իր համար հարմար ժամանակին, հարմար տեղում ու ուժերի հարմար ցանկությունների արդյունքում ինքը դարձավ, ասենց անսպասելի զարգացումների արդյունքում դարձավ երկրի վարչապետ։ Իմ կարծիքը դրանում է։ Բա լավ, նրան ով է պահում այսօր վարչապետ։ Բոլորը Դուք ասում եք դժգոհ է ժողովուրդը։ Մեր ժողովրդից բացի արտաքին ուժերը բոլորն են պահում են իրան։ Արտաքին ուժերը բոլորն են պահում են Նիկոլ Փաշինյանին։ Բացի ժողովրդից մնացած բոլորն են պահում են Նիկոլ Փաշինյանին։ Ուղղակի Չէ, կիսում եմ կարծիքը։ Կիսում եմ, բայց կա գոնե մի ուժ, որը ավելի շատ է պահում։ Մի կողմ։ Նայեք, ասում եք այդ կողմին ոնց է ինքը ծառայում։ Եթե մենք պատկերացնենք գնահատականը տանք, իհարկե այսօր ամենաշատ պահում են թուրքերը։ Այսօր թուրքի պահած իշխանություն է այս իշխանությունը։ Մի փոքր եթե մենք ավելի սառն ենք դատում, ուզում ենք հասկանանք, այսօր ակնհայտ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, որ սատարում են իրենք, թե ֆինանսապես իրանք կբերեն, թե ընտրակերտիկների պարագայում իրանք տեխնոլոգիաները կկիրառեն, բնականաբար ամբողջությամբ իրանք ներքաշված են այս process-ի հետ։ Հաջորդիվ, ինչու համար կարող ասեմ բոլորը պահում են։ Այսօր Ռուսաստանը համարվել է տարիների վեր մեր դաշնակիցը եւ մտածում ենք, որ տրամաբանական է, որ ինքը մեր ռազմավարական դաշնակիցն է, տնտեսական դաշնակիցն է, ինչու համար այսօր Ռուսաստանը չի փորձում թվացial փոփոխություններ անել։ Բոլորի համար պարզ է, որ ինքը ընկել է մեծ ճաճի մեջ Ուկրաինայում ու չի կարողանում այդ ճաճից դուրս գալ։ Հայրենական մեծ պատերազմի չափ արդեն տևեց այս ուկրաինական պատերազմը եւ ինքը եթե ասես ուղիղ մի ամիս հետո 4 տարի ուղիղ մի ամիս հետո 4 տարին կլինի եւ եթե ասես որ ինքը իր բաղձալի արդյունքին հասել է դեռ չի ասել բարձ ակնհայտ է որ դեռ չի ասել միես պարագայում եթե Հայաստանում ինչ որ ղժդժություններ լինի ինչ որ մի բան փոխվի ու երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի համար Ռուսաստանը իմ գնահատմամբ շատ ծանր դրության մեջ կլինի կամ անելանելի դրության մեջ լինի եթե այս պարագայում ինչ որ մի շանս ունի որ Հայաստանը
կոպիտ ասած իր տիրապետությունից դուրս չի գալու, որտեվ Նիկոլ Փաշինյանը իրանց էլ է գնում մի բան խոստալի, ուրիշին էլ է գնում խոստալից։ Այս պարագայում ռուսական շահն էլ այս փուլում դեռ ինքը պատրաստ չի։ Դա համար ստացվում է, որ ռուսներն էլ են պահում Նիկոլ Փաշինյանին։ Տրամաբանություն ենք փորձում հասկանալ ինչ է իմ խոսքի տակ։ Նույն Սորոսները, արևմտամետրերը մենք տեսնում ենք, որ բոլոր այդ մարդկանց ներկայացուցիչներն են այսօր իշխանության կարևորագույն պաշտոններին եւ իրանք են աշխատում։ Իսկին հետեւաբար այն պնդումը, որ արևմուտքն է կամ գնում է Թրամփի մոտ միջանցքը, թե անունը ոնց ուզում են իրանք դնենք, դա միջանցք է լինելու, որովհետեւ այդ նույն տրամաբանությունը ուղիղ հարց կա, այդ նույն նմանատիպ ճանապարհը մենք ունենալու ենք Ադրբեջանով Ռուսաստան, թե ոչ։ Մենք նմանատիպ ճանապարհ ունենալու ենք, թե չենք ունենալու։ Լավ, գոնե Ադրբեջանով Ռուսաստան մի քանի հազար կիլոմետր է, էլի։ Այդ նույն տրամաբանությամբ ունենալու ենք իրանական ջուլֆա ճանապարհը։ Մի 60-70 կիլոմետր, հա։ Նույնը ասում եմ նաև Արցվաշենի տարբերակով ունենալու ենք չկա պատասխանները, այսինքն ստացվում է, որ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը գնում է, որպեսզի Թրամփի PR-ի համար ներկայացնի, որ ես պատրաստ եմ, շնորհակալություն կասի մյուսնացի, ծառայում է արևմուտքին։ Դիմում է Նոբելյան կոմիտեին, Նոբելյան մրցանակ։ Բայց այս պարագայում ամենաշատ ծառայում է թուրքական շահին ինքը, ամենաշատ։ Եթե օրինակ մենք նայում ենք, որ Ռուսաստանը ինչ որ ճարացյալ վիճակում է ստիպված էս Նիկոլը ստեղ ու ինքը այտենց գործուն քայլեր չի անում, որտեղ վտանգ ազգում։ Դեռ ավելին օգնական քայլեր են։ Հա, այս պարագայում նաև դատապարտելի է Սալավյովի խոսքերը հասկանում եք։ Դե այդ օգնական քայլերը այդ եմ ասում։ Ես չգիտեմ ինչից դրդված է այդ մարդը այդպես հայտարարություն անում, բայց դա նույնպես անընդունելի է։ Հենց ստեղ մի քիչ իշխանության վիճակը վատանում է։ Հաստատ մի բան ասվում է, ասենք հիշենք 20 թվականին Նիկոլը քաջը, Նիկոլը դավաճան չի երբեք Պուտինի խոսքերը։ Հիմա այն ժամանակ վատ էր, չէ՞ վիճակը, ժողովուրդը ալեկոծվում էր, սենց եւ Նիկոլը դավաճան չի, ժողովուրդ Նիկոլը քաջ մարդ է։ Եվ ասում է Վլադիմիր Պուտինը։ Դրանից հետո գալիս է մի քիչ նախընտրական վիճակ է, Սալավյովն է խոսում, ինչ որ Զախարովան, Լավրովը, տեսեք, ես այս պարագայում, քանի որ նեղի մասնագիտականն էլ չի, որ արտաքին մեծ տերությունների գործողությունների վերլուծություն եւ գնահատական տամ, ես կարող եմ իմ պատկերացմամբ դա անել եւ իմ գնահատականը հետեւյալն է, որ այս Ռուսաստանը խրվել է Ուկրաինայի ճայճի մեջ եւ իր համար լրացուցիչ նոր գլխացավանք Կովկասում ստեղծելը մաքսիմում փորձում է ինքը պահել, որ այդ երկրորդ ֆրոնտը իր համար ուշադրության տակ, թե դրա արդյունքում ինչքան է տուժում հենց բուն ինքը, ինչքան հակառուսական տրամադրվածություն է գեներանում մեր երկրում, դա չի գնահատում։ Միգուցե հետո դա չկարողանա հետ վերականգնել, հասկանում եք, որովհետև տեսեք, մի մարդ, ես իմ օրինակը բերեմ, որը լավ գիտակցում է, չնայած կյանքիս մեջ Ռուսաստանում էլ չեմ եղել, եթե փոքր ժամանակ չհաշվենք, որ պապանցով էր տանում ինձ 88-89 թվականներին, ես Ռուսաստանում չեմ եղել։ Հա, ես գիտակցում եմ, որ մեր բնական դաշնակիցը Ռուսաստանն է, ներկայացիներով, մեր արտանման հիմնական մեր ծավալը Ռուսաստանում է գնում, մեր աշխատակիցները, հայրենակիցները, որ գնում են արտագնա աշխատանքին դրա գտնվում, այսինքն քրիստոնյա ազգավերջապես գիտակցում եմ, որ բնական քո դաշնակիցն է ինքը, բայց այս պարագայում նաև քայլերը վերանշած որ բերում են նրան, որ քո դրական վերաբերմունքը, որը դու ունեցել ես, մանրից սկսում է իջնել, հասկանում եք։ Դու գիտակցում ես լավ ինչ եք անում, չի կարող։ Ու այնքան է իջնում, հետո դառնում է հակառակ։ Գիտեք, այն շատ սիրելուց շատ ատելը մի քայլ է ստացվում մարդկանց մոտ։ Ու դա խնդիր է, հասկանում եք։ Ես այսօր գիտակցում եմ, որ մենք էլի այլ ընտրանք չունենք։ Նույն ընդունենք, եթե ատոմականի ուրանը չտրամադրի, մենք ինչ ենք անելու, դրա այլ ընտրանքը մեր ո՞րն է։ Ուղիղ շատ ուղիղ դրա այլ ընտրանքը։ Ուղիղ կախել են մեզ միթելից, եթե լարսը փակվում է, այլ ընտրանքը ո՞րն է։ Ճիշտ եք ասում։ Գազը օրինակի համար եթե ուղիղ կախել են մեզ միթելից։ Ասենք գազը նայեք, դուք նշեցիք էներգակիր գազը։ Մենք կարող ենք հարևան Իրանից ստանալ առանց որևէ երրորդ տարանցիկ հիպոթետիկ եմ ասում։ Հիպոթետիկ, այո։ Չենք կարող, որովհետև խողովակը նեղը մեր կարիքներին չի բավարարում։ Տրամագիծը փոքր է։ Ինչի է փոքր։ Կախված ենք մի ճանապարհից, մի կողմից։ Այ կախել են։ Վերջին հարցը, պարոն Մանուկյան, էլի ներքաղաքական մեր վերջը որն է լինելու, ինչ է լինելու տրամաբանության մեջ։
Մոտենում են ընտրություններ եւ դուք ասացիք, որ պետք է բոլորի միտքը լինի մի ուղղությամբ։ Բոլորի նշանակետը լինի մեկը։ Չէ՞։ Ասենք հիպոթետիկ պատկերացնենք, որը մոտ է նաև իրականությանը, մեր անցած 35 տարիների պատմությանը, որ ես կոնկրետ իմ տարիքից ելնելով կարող եմ ասել, որ 35 տարում Հայաստանում ազնիվ արդար մաքուր վստահություն ներշնչող ընտրություն չի եղել։ Ասենք եղավ նաև 26-ի ընտրություններն այդպիսին լինեն։ Ոնց եք պատկերացնում ելքը։ Տեսեք, նախ ես տեսնում եմ համոզմունք ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը կեղծել է ընտրության արդյունքները։ Ամեն քայլ անելու է, որ կեղծի եւ ընդհանուր համոզմունք ունեմ, որ վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի տվյալներ, որոնք չի համապատասխանելու ընտրական հանձնաժողովներում արձանագրված տվյալներին։ Այսինքն, եթե 7-ի 16 ընտրատեղամասում ԿՊ-ն տարել է 100 ձեն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավոր է հայտարարի 200 ձեն բան արել։ Այսինքն շատ վատ կանխատեսում եմ տեսնում, որ 26 թվականին ուղղակի այդ ժամանակ ժողովուրդը բոլորը պետք է դուրս գան, իրենց տված քվեն պաշտպանեն։ Հարցի լուծումը դա ու երբ որ փողոցում այդ 400,000 մարդուց 100-150,000-ը ովքեր որ Նիկոլ Փաշինյանին դեմ կրնեն կամ 5-600,000-ը որոնք դեմ կրնեն, իրենց 30%-ը դուրս գա փողոց, ոչ իր ոստիկանությունը, որ իր ճիրահացան ոչ մեկ ոչի բան չի կարողանա անել։ Այստեղ համախմբումն է կարևոր, ամենակարևորը։ Ու գիտեք ոնց է ամեն թև, ամեն միավոր, քաղաքական միավոր պետք է կարողանա իր համակիրների հետ ընտրության օրը, ընտրության գիշերը պաշտպանի իր քվեն։ Ամենակարևորն է, քո քվեն պետք է պաշտպանես դու։ Ես ասում եմ համոզմունք ունեմ, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կեղծել է ընտրությունները։ Իսկ դրա լուծումը ժողովուրդն է տալու։ Ոչ միայն դուք։ Շատերն են այդ համոզմունքն արտահայտում արդեն հիմա։ Ու նայեք, դուք ասում եք կեղծելու է ընտրությունները, բայց գիտակցաբար գնում ենք ընտրության։ Ավելի ճիշտ չի լինի ժողովրդական ալիք բարձրացած գնալ ընտրության, քան ընտրությունից հետո բարձրացնել այդ ալիքը։ Տեսեք, քանի որ ընտրությանը մնացել է մի քանի ամիս, մարդկանց մեջ մոտիվացիան գնում է դեպի ընտրություններով մտածում են, որ սովորական շարքային մարդիկ մտածում են քաղաքացիները, որ հնարավոր է այնուամենայնիվ ընտրության փոխել այս իրավիճակը։ Եթե այս նույն հարցադրումը դուք ինձ տայիք 1 տարի առաջ, կկիսեի ձեր կարծիքը, որ այո, թող ժողովրդական ընդվզման արդյունքում լինեն, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է, երբ որ մարդիկ դուրս են գալիս փողոց, գնում մի հատ բունկերում պայ է մտնում, այդ նույն մարդիկ ինչքան կարող են մնալ փողոցում 1 օր, 2 օր, 3 օր, 4 օր, 5 օր, 6 օր, վերջում այդ մարդիկ հետ են գնում։ Իսկ սահմանադրական ճանապարհով իշխանություն փոխելը դա ընտրությունն է։ Դու կարող ես մյուս տարբերական ռազմական հեղաշրջման կամ ուղղակի հեղաշրջման դրանց բոլորին վռնդելով գաս իշխանություն։ Աշխարհը էլի քեզ կընդունի։ Դա ցույց է տվել Սիրիայի տերորիստ նախագահան, որը որ ժամանակին բանն էր ասում տերորիստ է, Ամերիկան, այսօր Ամերիկայի նախագահան Սպիտակ տանը ընդունում է այդ մարդուն։ Ձեռքն էլ սեղմում է, բայց իրանք հայտարարել են տերորիստ, դրա գլխի համար է գումար էին տվել։ Հետևաբար դա այդ ձեր ասած տարբերակն էլ է աշխատում, որ երբ որ դու հեղափոխություն ունես, սրանց հանես վռնդես, բայց դրա արդյունքում, ելի եմ կրկնում, վտանգավոր Նիկոլ Փաշինյանը կկրակի, կսպանի մարդկանց։ Հրահանգը կիշնի այդ ժամանակ։ Շատ ավելի վատ կլինի։ Ու եթե կա մարդ, որ այդ պատրաստ է այդ համարձակությունն էլ ունի, որ ինքը կգնա դրան, թող գնա այդ մարդը։ Ցույց տա, որ ինքը գնալու է Նիկոլ Փաշինյանը հայրենիքը փրկելու համար պատրաստ է դրան։ Գնահատի այդ ռիսկերը, որ ինքը գնաց Նիկոլ Փաշինյանը կանի էս։ Դա էլ է շատ, գիտեք, մարդ իր մեջ պետք է այդ բանն ունենա համարձակությունը, գիտակցելով, որ ինքը գործ ունի ոչ նոր որ ինքը գնում է իր վրա պետք է կրակեն, այո, կրակելու դեպքում ինչ պիտի անի։ Ներողություն, կրակելու դեպքում առաջին տեղն է ինքը պետք է կանգնած լինի։ Ինքը պետք է կանգնա, ինքը այդ համարձակությունը մարդ իր մեջ պետք է վերցնի, գնա այդ քայլին։ Ինձ թվում է մեր հասարակությունը լի է այդ համարձակությամբ մարդկանցով ու Աստված տա, որ 26-ին պրծնի ու այդ դրան չգնանք մենք։ Այո։ Որտեղ հայրենիք կորցնելու պրոբլեմ ունենք մենք։ Այո, հայրենիք կորցնելու վտանգ ունենք, շատ իրական վտանգ է հայրենիք կորցնելու եւ գիտեք ինչ, այս հայրենիքի համար մարդիկ կյանքով են վճարել։
մեր երրաբլուրում պարկած հայորդիները մեր ազգային մտածող մարդիկ, ովքեր որ համարել են ամեն ինչից վեր հայրենիքը, կյանքով են վճարել եւ որևէ դեպքում որևէ մարդ ոչ բարոյական իրավունք ունի, ոչ էլ որևէ այլ իրավունքի տեսակետից կարող է իրեն թույլ տալ չհարգել այդ տղաներին, առնվազն չհարգել։ Իսկ եթե մարդիկ մոռանում են իրենց համար զոհաբերած կյանքերը, ապա այդ մարդիկ ոչ կունենան ապագա, ոչ էլ ունեն ներկա։ Անցյալն էլ շատ մշուշոտ է եւ ոչ ոքին հետաքրքիր չէ։ Այսօր այսքանը, ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ մեր եթերում։